Եվ այսպես Ադրբեջանի օդային տարածքում այսօր հայտնված ենթադրյալ իրանական անօդաչուները կտրուկ թեժացրին իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ զինված ուժերը դրվել են զորահավաքի ամենաբարձր մակարդակի վրա եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։ Նրա խոսքով սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի եւ ադրբեջանցիների դեմ։ Ալիևը պահանջել է, որ Իրանի պաշտոնյաները բացատրություն տան եւ ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից, իսկ նրա բառերով ահաբեկչական գործողությունը կատարողները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ իրենք չեն հաշտվի այս ենթադրյալ ահաբեկչական գործողության եւ Ադրբեջանի դեմ կատարված ագրեսիայի հետ։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Ադրբեջանը չի մասնակցել եւ չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին, ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա։ Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են խորհրդակցություններ Նախիջևանում դրոնների պայթյուններից հետո ստեղծված նոր իրողության առիթով։ ԶԼՄ-ները գրում են, թե քննարկվել է Շուշիի հռչակագիրը, որի համաձայն Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակցային պարտավորություններ ունեն, եթե որևէ երկիր հարձակման ենթարկվի։ Քաղաքական հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիներ, դպրոցականներ այցելել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն։ Ծաղիկներ խոնարել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին։ Դիվանագիտական ներկայացուցիչների շենքի պատին փակցված են եղել վերջին օրերին զոհված ռազմական եւ քաղաքական պաշտոնյաների լուսանկարները, իսկ մուտքի մոտ Խամենեիի եւ նրա թոռնուհու լուսանկարը, որի մոտ քաղաքացիները մոմեր ու խաղալիքներ են դրել։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով Իրանի պատասխան քայլերին, շեշտել է հարվածներն ուղղված չեն հարևան երկրների դեմ, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների։ Խոսելով հայ-իրանական սահմանից, Շիրղոլամին շեշտել է, որ փախստականների հոսք չի արձանագրվել։ Նա հայտնել է, որ Իրանն իր բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն եւ համագործակցություն, իսկ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են։ Դեսպանը շեշտել է, այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին եւ իրենք ուզում են Հայաստանն ուժեղ լինի։ هرچند به شکل زیر آتش زیر خاکستر و پنهان وجود داره. Եվ կարծում եմ, որ որովհետև համարասել գաղտնի չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ արկա որոշների նկատումները, թեև այս տարի կարող ենք ասել, որ ողիների տակ թաքնված գրակի նման է, այսինքն իսամարված վիճակում է, սակայն դրանք արկա են։ و به همین خاطر هست ما تاکید داریم ارمنستان قوی خواسته قلبی ماست. Եվ ըստ մենք մեր սրտի ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Եվ այսպես Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի հարավում Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ Հաթայ նահանգում են ընկել հրթիռի կտորները։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից եւ Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով ուղղվում էր դեպի Թուրքիա։ Գերատեսչությունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ցանկացած թշնամական գործողության, որն ուղղված կլինի Թուրքիայի դեմ։ Ադրբեջանում զորքերը բերվել են մարտական պատրաստության եւ տեղակայվել մարտական դիրքերում։ Ինչ է սա նշանակում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ համար 1 դրություն հայտարարելու դեպքում զինված ուժերը բերվում է լիակատար մարտական պատրաստականության վիճակի, սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը։ Զորքերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված վայրեր։ Նման միջոցառումներն ըստ պաշտոնական հայտարարության ուղղված են բանակի օպերատիվ պատրաստականության ապահովմանը եւ հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությանը։